Այսօրվա մեր դասի գրականության դասի թեման է Վահան Տերյանի կյանքի անցած ուղին, Վահան Տերյանի եւ մենք այսօր պիտի մեր դասի ընթացքում մեզ ուղեկից դարձնենք աշխարհացույց կրթական հարթակի մեզ ընձեռած շատ լայն եւ բազմաբովանդակ հնարավորությունները եւ մեր դասը մենք կկառուցենք դասի ընթացքում կկազմենք Վահան Տերյանի կյանքի քարտեզագրումը, ժամանակագրությունը, օգտվելով նորից եմ շեշտում աշխարհացույցի ընձեռած լայն հնարավորությունները։ 20-րդ դարասկզբին հայ գրականության, արևելահայ գրականության մեջ բարձրացավ մի հազվագյուտ տաղանդ, Վահան Տերյանը։ Նրա առաջին ժողովածուն Մթնշարի անուրջները լրիվ նոր խոսք էր հայ գրականության մեջ եւ ժողովածուն Մթնշարի անուրջները ջերմությամբ լցրեց հայ մարդկանց սրտերը, համակեց անիմանալի քնքշանքով ու զգացողություններով։ Նման ընդդիմության դեռևս չէր արժանացել ոչ ոք, ոչ մի գիրք, բոլորը գիրված էին տերյանական գեղեցիկ պատկերներով։ Օրվա դասի խնդիրն է ստեղծել Տերյանի կյանքի անցած ուղու քարտեզագրումը եւ կազմել ժամանակագրական սանդղակ, ինչում մենք պիտի օգտվենք, ինչի իրականացնելիս մենք իհարկե պիտի օգտվենք մեր աշխարհացույցի ժամանակագրական քարտեզից։ Մենք մեր դասերի ընթացքում կիրառել ենք քարտեզը մեր աշխարհացույցի քարտեզը, տիրապետում ենք տարբեր գործիքների, ինչի շուրջ էլ հիմա աշակերտները կիրականացնեն իրենց ունեցած, ցույց կտան իրենց ձեռք բերած գիտելիքները, կօգտագործեն տարբեր գործիքներ եւ կներկայացնեն դասի հիմնական նպատակը այն է Գանձայից մինչև Օրենբուրգ իմ նախատեսած կանգառներով։ Յուրաքանչյուրը կներկայացնի իր նախատեսած կանգառը։ Ուրեմն մեզ բարի երթ Գանձայից մինչև Օրենբուրգ։ Խնդրեմ Վերոնիկա։ Գանձայից Օրենբուրգ ես վերցրել եմ Հովհաննես Թումանյանի եւ Տերյանի առաջին հանդիպումը։ Դեմքեր բաժնից կընտրեմ Հովհաննես Թումանյանը եւ Վահան Տերյանը։ Գրողներ Հովհաննես Թումանյանը եւ Վահան Տերյանը ունեցել են գրական սերտ կապեր եւ մտերմիկ հարաբերություններ հայ գրական դաշտում հեղինակություն վայելող Հովհաննես Թումանյանը եղել է Վահան Տերյանի առաջին գնահատողներից մեկը։ Վահան Տերյանը եւ Հովհաննես Թումանյանը առաջին անգամ հանդիպել են Գանձայում, երբ Հովհաննես Թումանյանը Թիֆլիսից Գուցեպատից իրադարձությունները բաժին արդեն, հա? Երբ Հովհաննես Թումանյանը Թիֆլիսից մեկնեց Գանձա Վահան Տերյանի մեծ եղբոր Ջավախեցու հրավերով։ Նշեմ նաև տեղագրությունը։ Շատ լավ։ Թիֆլիսից մինչև Գանձա։ Այո։ Ջավախեցին ծանոթ էր Ղազարոս Աղայանի հետ եւ վերջինս էլ որոշել էր կազմակերպել այդ Թումանյանի տուն։ Զրույցի ընթացքում Հովհաննես Թումանյանը շատ է տպավորվում երիտասարդ Վանիկի հայ գրականության իմացությամբ եւ զգալով ապագա պոետի տաղանդը, Թումանյանը նրան ներկայացնում է ներկաներին ասելով. «Դե պարոններ, խնդրեմ ծանոթացեք մեր Ջավախեցու եղբայրն է, ապագա բանաստեղծ Վահան Տերյանը»։ Եվ ազդարարում է, հա, կարծես թե նրա մուտքը հենց գրականացվել է։ Տերյանի մեծ եղբորը Ջավախեցուն ասում է. «Տես Ղազար, հիմա Վահանին ծանոթացնելիս ասում ենք Ջավախեցու եղբայրն է, եթե չաշխատես առաջ գնալ, պետք է ասենք բանաստեղծ Վահան Տերյանի եղբայրն է»։ Ահա, շատ է։ 1901 թվականին, երբ որ Ջավախեցին հրավիրում է Հովհաննես Թումանյանին Գանձա, նրա նպատակն էր այցելել Ախալքալակ, այստեղ, որպեսզի տեսնեն Փարվանա լիճը եւ մոտավորապես այստեղ էր գտնվում եւ հենց այդ լիճը տեսնելուց հետո էլ շատ տպավորված Հովհաննես Թումանյանը հենց Վահան Տերյանի հայրական տանն էլ գրում է Փարվանա բալադը։ 1913 թվականին
Ահա, ժամանակացույցը կդնես հիմա 13-ի վրա, այո։ 1913 թվականին Հովհաննես Թումանյանի աջակցությամբ Վահան Տերյանն ընտրվել է Թիֆլիսում գործող հայ գրողների կովկասյան ընկերության անդամ։ Վահան Տերյանի կյանքում կանանց։ Ահա, շատ հետաքրքիր թեմա։ Կանայք Վահան Տերյանի կյանքում։ Հիմա որպես տղամարդ ես ընտրել այդ թեման, թե։ Հետաքրքիր թվաց այդ թեման, դրա համար։ Շատ լավ է, շատ ողջունում ենք քո ընտրությունը, Արտուր ջան։ Ահա։ Բանաստեղծ հանրային գործիչ թարգմանիչ Վահան Տերյանը իր կարճատև կյանքում ունեցել է բազմաթիվ կանայք։ Կանայք նրա կյանքում տարբեր դերեր են խաղացել, թե հոգեկից ընկերներ, թե բարեկամներ եւ ներշնչման աղբյուրներ։ Իհարկե, այո, ներշնչանքի աղբյուր։ Տերյանի զավակցիկ սերից է եղել Լազարյան Ճեմարանի տեսուչ Վասիլի Գասպարյանի դուստր Աննա Գասպարյանը, մանկավարժ Սոֆիա Օտարյանը, Էստոնուհի Ալինա Մագուրը, Նաջեմ Սիրային նամակագրական կապեր է ունեցել Նվար Թումանյանի հետ։ Վահան Տերյանն առաջին անգամ ամուսնացել է 1911 թվականին Սուսաննա Պախալովային, նրանք ունեցել են երկու դուստր, որոնք մանկահասակ տարիքում վատառողջության պատճառով մահացել են։ Նրա առաջին դուստր Մահի ցավը նա արտահայտել է Իմ Բալիկին 1916 թվականի բանաստեղծական շարքում։ Սուսաննայի հետ նրանք համատեղ ապրեցին մինչև 1918 թվականը։ 1919 թվականին նա ամուսնացավ երկրորդ անգամ Դերբենցի Անահիտ Շահիջանյանի հետ եւ մեկ դուստր ունեցավ Նվար Տանանով։ Իհարկե դուստրը ծնվեց նրա մահից հետո։ Սուսաննան Տերյանի հետ։ Նվար Թումանյանը, այո։ Հաջորդ կանգառը որն է, քո կանգառը ներկայացրու խնդրեմ։ Կանզայի ծորենքու կանգառներից ես ընտրել եմ Սանկտ Պետերբուրգը եւ Նիկողայոս Մորի հետ կապը Վահան Տերյանի։ Գիտե, շատ հետաքրքիր թեմա է, այո։ Ընտրենք 1913 թվականը, 13 թվականը, հենց այդ ժամանակ է եղել Նիկողայոս Մորի եւ Վահան Տերյանի ծանոթությունը, երբ Վահան Տերյանը սովորում էր Պետերբուրգի համալսարանում եւ նրան վերացել են դասավանդում էր հենց Նիկողայոս Մորը։ Եկեք այստեղ ավելացնենք պին Սանկտ Պետերբուրգի եւ կցենք դրան նրանց նկարներ։ Ես ստեղծեցի պին, որտեղ տեղադրել եմ Նիկողայոս Մորի նկարը Սանկտ Պետերբուրգի վրայից։ Դու պահպանեցիր այդ պինը։ Այո։ Եկեք ժամանակագրական սանրաթը տեղադրենք 1918 թվականի վրա։ Հենց 1918 թվականին Վահան Տերյանը հիմնել է Լազարյան Ճեմարանի հիման վրա Լազարյան ինստիտուտը, որը իր գործունեությունը ճիշտ է շատ երկար չի շարունակել, սակայն նա հրավիրել է Նիկողայոս Մորին որպես դասախոս դասավանդել Լազարյան Ճեմարանում եւ Նիկողայոս Մորը Վահան Տերյանի մասին միտք ունի եւ ես կցանկանամ այդ միտքն ավելացնել քարտեզի վրա։ Ահա, շատ հետաքրքիր է։ Ավելացրի միտք, որի մեջ գրված է Նիկողայոս Մորի խոսքերը Վահան Տերյանի մասին, ցիտեմ, ով մի անգամ խմել է Տերյանի բանաստեղծական բաժակից, նա երբեք չի մոռանա նրա երգի մեղմությունը, նրա հուզիչ աշխարհի ջերմությունը, նրա ստեղծագործությունների նվագակցությունը, որը պահպանվեց քարտեզի վրա։ Խնդրենք, ահա նորից բացեցիր ուրեմն պահպանվեց քարտեզի վրա։ Կեցես Մանե, շատ շնորհակալություն, շատ լավ էր։ Այժմ հետ վերադառնանք 1913 թվական եւ բացենք մեր գործիքների շարքը։ Այստեղից օգտվենք ժառանգություն բաժնից եւ վերցնենք Վահան Տերյանի հայ գրականության գալիք օրը հոդվածը։ Այսինքն քո կանգառը այդտեղ է, այո։ Հայ գրականության գալիք օրը հոդվածը, որը որ մեզ հասել է 1914 թվականից, բանաստեղծ հանրային քաղաքական գործիչ Վահան Տերյանը, ով ազգանունը Տեր Գրիգորյան էր, մատնացույց է արել այդտեղ։ Ինչպես Տերյան ազգանունը ներողություն Մանե ջան, հենց այդպես էլ առաջացել է, Տերյանը կրճատել է Գրիգորյան մասը, դարձրել է առաջին մասով Տերյան։ Նա այնտեղ մատնացույց է արել ազգային գրականության եւ առհասարակ մշակույթի զարգացման հիմնախնդիրներն ու հիմնական զարգացման ուղիները։ Այս հոդվածը բանաստեղծը առաջին անգամ ընթերցել է Թիֆլիսի երաժշտական ընկերության դահլիճում 1914 թվականի ապրիլի 30-ին։
Վահան Տերյանը հոդվածում քննադատել է գրականության մեջ գեղարվեստականության բացակայությունը, կարևորելով հոգեբանական խորությունը ու համաշխարհային գրականության հետ հաղորդակցության անհրաժեշտությունը։ Իսկ կարող ես դու այդ քո բարձրացրած այն Տերյանի բարձրացած հարցերը գործիքներին դիմելով մենք կարող ենք դիմել այժմ արհեստական բանականությանը եւ հարց տալ։ Այժմ դիմելով արհեստական բանականությանը կհարցնենք Վահան Տերյանի գրականության գալիք օրը հոդվածի հիմնախնդիրները։ Տեսնում ենք, որ առաջ են քաշվել բոլոր հիմնական հիմնախնդիրները եւ ըստ արհեստական բանականության այդ հիմնախնդիրներն են հայրենիքի մասին սահմանափակ պատկերացումները, ազգային մշակույթի նկատմամբ անտարբերությունը, գեղարվեստականության պակասը գրականության մեջ, հնացած թեմաներն ու կեղծ հայրենասիրությունը, անառողջ գրաքննադատությունը եւ այլն։ Այստեղ կարող ենք ականատես լինել ինքնագիր տարբերակին այդ հոդվածի։ Հիմա եկեք օգտագործենք մեկնաբանություն գործիքը եւ գրենք Չարենցի խոսքերը Տերյանի մասին։ Վերջ։ Ահա։ Եվ վերջնականացնենք մեր դասը եւ գրենք Վահան Տերյանի կյանքի ուղին, օգտագործելով գործիքներից կանոնը եւ չափենք Տերյանի գիտության ուղին։ Առաջին կանգառը Գանձա, այնուհետև Հետո տարար երկրորդը Գանձայից ուր գնացիր, Թիֆլիս, Գանձայից գնացել եմ Մոսկվա, երկրորդն ուր գնացիր, Պետերբուրգ, դե հիմա Օրենբուրգ, դրանք Օրենբուրգ, Վահան Տերյանը մահացել է 1920 թվականին Օրենբուրգ, երբ նա դրեք ժամանակացույցը 20-ի վրա, 20-ի վրա, երբ նա ուզում էր անցնել Միջին Ասիա, սակայն ճանապարհին մահացավ Օրենբուրգում։ Քանի որ ծանր հիվանդ էր այո, եւ ծանր ճամփորդությանն այլևս չդիմացավ մեծ մահացավ Օրենբուրգում։ Այսօրվա մեր դասին համոզվեցինք, որ աշխարհացույցը օգնում է մեզ զարգացնել մի շարք հմտություններ, դիրքորոշում եւ իհարկե արժեքներ է ձևավորում։ Հիմա երեխաներ, այսքանից հետո ես ինչ եմ ձեզ հանձնարարում հաջորդ դասի համար։ Ինձ թվում է մենք համակողմանիորեն դուք իհարկե ներկայացրիք Տերյանի կյանքը եւ գործունեությունը, ես ուզում եմ հաջորդ դասի համար դուք լրացնեք Տերյանի անձնական թերթիկը։ Անձնական թերթիկը CV կոչված է երեխաներ։ Կարծում եմ այսքանից հետո հետաքրքիր կլինի լրացնել Տերյանի համար անձնական թերթիկ։ Ինձ շատ պիտի որ հաջորդ դասին մեզ բոլորիս առանձնահատուկ ուսումնասիրության նյութ դառնա, թե ով ինչպես է աշխատել անձնական թերթիկը, ինչպես է լրացրել, ինչ թերթիկ է ստացել։ Եվ վերջում իհարկե կխնդրեմ նաև, որ դուք բոլորդ գնահատեք ձեր ստացած գիտելիքները այսօրվա դասից, պատասխանելով, մտածելով, թե դուք այսօր ինչ սովորեցիք, ինչը ձեզ առավելապես հետաքրքրեց, ինչ կհիշեք այսօրվա դասից եւ գուցե կային էլի բաներ, որ կուզենայիք իմանալ, իսկ այդ հարցում մեր անփոխարինելի ընկերը, ուղեկիցը, մեր գիտելիքների մեջ խորացնողը մեր աշխարհացույցն է, աշխարհացույց կրթական հարթակը իր բազմաթիվ հնարներով ու հնարավորություններով։